Ես մի անգամ կարծում եմ էլի ձեր հարցին պատասխանել եմ, որ ես չեմ համարում այսօրվա կառավարիչին Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակ։ Ուղիղ այնպես, ինչպես տարբեր այսպես շարժումներում ընդգրկված մարդկանց չեմ համարում տրվյալ շարժման ղեկավարի հոգեզավակ։ Իսկ թե ինչպես պատահեց, շատ պարզ։ Այդ մարդը Հայաստանի կառավարիչին նկատի ունեմ, ինքը ամեն ինչ անում է, որ ցանկացած մի երևացող մարդու վարկաբեկել։ Իդեպ կոմպրոմատների մասով նաև շատ են այս տարիներին շատ խոսեց, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը գործակալ են, Թուրքիայի գործակալ են, չգիտեմ ինչ-որ հատուկ ծառայությունների եւ ասում են, բա նախորդ 10 տարիների ընթացքում այդ հատուկ ծառայությունների մասին որևէ բան չգիտեն, դուք երբևէ ձեզ եկուցել են թեկուզ կասկած, որ նրանք օրինակ, չգիտեմ, հավաքը գրված են այս կամ այն ուժի կամ երկրի։ Ոչ։ Եթե նրանց անցյալը քաղաքական։ Ես ոնց կարող եմ դա հաստատել։ Միրզոյանի մասին Ես ասում եմ շատ պարզ բան, որ ես այդպեսի զեկույց չեմ լսել։ Գուցե հատուկ ծառայությունները ճիշտ չեն աշխատել այդ տարիներին։ Միգուցե ամեն ինչ շատ հնարավոր է։ Ամեն ինչ շատ հնարավոր է։ Դրա համար էլ ես չեմ կարող ասել, նրանք ոնց պարզ մաքուր են, էլի այդ Միքայել Մինասյանը ինչպես հրապարակեց այդ թուղթը։ Այդ հարցը կտակ Միքայել Մինասյանին։ Դե կտեսնեք, կարծում եմ։